Ամենակարևոր արդարության եւ հավասարության սկզբունքների ձիճման, թերացման հետ կապված վարչական ռեսուրսի չարաշահման դրվագներն են։ Մենք արձանագրել ենք, որ իշխող թեկնածուն մեծ աջակցություն է ստացել կառավարության կողմից, Երևանի քաղաքապետարանի կողմից, ընդհանրապես իշխող թիմի կողմից լրացուցիչ աջակցություն է ժամանակահատվածում ստացել եւ ունեցել անարդարացի, ուրեմն առաջընթաց, անարդարացի առավելություն մյուս թեկնածուների օգտին։ Սա արտահայտվել է ինչպես կարևոր ուրեմն փողոցների հիմնանորոգման, շտապօգնության մեքենաների հատկացման, այստեղ ունենք հոակի շների խնամքի կենտրոնի հիմնման Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ եւ այլ մեթոդներով, այսինքն ռեսուրսները գերկենտրոնացվել են այս ընթացքում եւ թիմ աշխատանքը, այսպես ասած, շատ մի քանի անգամ ավելի մեծ թափով է իրականացվել։ Այդ ամենը ներկայացվել է որպես քաղաքացիական կամ պայմանագրի արժանիք քարոզչության ընթացքում։ Այլ խնդիր է իրավական համակարգի ոչ համաչափ միջամտության դեպքերը, մասնավորապես որ քաղաքական ներկայացուցիչների նկատմամբ քրեական վարույթների շրջանակում արկա փաստերի արձանագրությունների արտահոսք, ձերբակալություններ, բերման ենթարկելու դեպքեր, այստեղ հիմնական խնդիրը առաջին հերթին համաչափությունն է, երկրորդ հերթին թափանցիկության պակասը, երբ մենք հիմքերի ու արդյունքների մասին չենք ստանում բավարար տեղեկատվություն, որպեսզի հասկանանք ու գնահատենք իրավիճակը, բայց բնականաբար այս գործողությունները մեծ ազդեցություն են ունենում ընտրողների կարծիքի վրա։ Եվ վերջում նշենք վարչական ռեսուրս է նաև տեղեկատվական ռեսուրս է եւ պետք է նշել, որ հանրային հեռարձակողը, հանրային հեռուստաընկերությունը կողմնակալություն է դրսևորել լուսաբանման ընթացքում, մասնավորապես նախընտրական պաշտոնական ժամանակահատվածից առաջ անհամաչափ լուսաբանում է տեղի ունեցել եւ բնականաբար էլի քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին եղել է քարոզչություն, իշխանության ներկայացուցիչները ավելի հաճախ ելույթներ են ունեցել, հարցազրույցներ են տվել, ընդհանուր մինչև նրանց Facebook-յան ստատուսներն են ընթերցվել ՀՄԿ-ի եթերով եւ սա եւս վարչական ռեսուրսի չարաշահում է։